Հայաստանում սկսվել է տերոր, ակնհայտ բռնաբարություն է մարդու իրավունքների, ոչնչացնում է հիմա բոլոր այն ուժերին, որոնք կարող են կանգնել մեր պատմամշակութային ինքնության, պաշտպանության գործին։ Փաշինյանը գնել է արևմուտքի լռությունը, մենք չենք լուծում ամենակարևոր մեզ համար տրանսպորտային խնդիրները, լոգիստիկ, այսինքն կա աշխարհաքաղաքական ական, որը մենք պետք է հեռացնենք։ Ուրիշ լուծում չկա։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք, պարոն Զուրաբյան։ Միշտ պատրաստ։ Ձեզ հետ հարցազրույցի։ Շնորհակալ եմ։ Պարոն Զուրաբյան, օրեր առաջ Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդը դարձյալ մեղադրանքներ հնչեցրեց հայ առաքելական եկեղեցու հասցեին, եւ այսօր Հայաստանում ձերբակալվել են Արագածոտնի թեմի 7 քահանա, իսկ ահա սրբազանին գտնվելու վայրը մինչև այս պահը հայտնի չէ։ Դուք անդրադառնալով Փաշինյանին ասում եք, որ իրեն ծաղրում են ամբողջ աշխարհում, թե արևելքում, թե արևմուտքում։ Եվ հիշեցրել եք այն դրվագը, երբ Թրամփը դիմելով Ալիևին հարցրեց, որտեղ է քո հայրենակիցը, նկատի ունենալով Փաշինյանին։ Հիմա ինչպես է ստացվում, որ այս մարդուն, Ալիևի հայրենակցին, ամբողջ աշխարհում ծաղրում են, իսկ այդ նույն մարդը Հայաստանում կարողանում է անել ինչ ուզում է եւ ինչպես ուզում է։ Դրվագը, որի մասին դուք խոսեցիք, այդ Թրամփի արտահայտությունը Փաշինյանի մասին, իրականում ես չէի տեսել, այնտեղ սկզբից ավելի հետաքրքիր բան է ասվում Թրամփի կողմից։ Թրամփը շրջվում է Ալիևի ուղղությամբ, նրան ողջունում է, ժպտում է եւ ասում է He's a man for whom I settled the war. Այսինքն սա է մարդը, ում համար ես լուծեցի այդ պատերազմը։ Ու նոր հարցմա, իսկ այն քո հայրենակիցը ուր է։ Այս երկու պարզ մեսիջի մեջ կա մի բան, որը Թրամփը մեզ համար բացահայտում է, որը ես վաղուց էի պնդում, ես ասում եի, որ սա Նիկոլի հետ ոչ մի կապ չունի։ Սա գործարք է Թրամփ-Ալիև։ Այդ գործարքի միջնորդը եղել է Բիբի Նետանյախուն, Վիտկոֆը, Կուշները, Թրամփի փեսան եւ այլն, այդ իսրայելական հարցերի կարգավորման մեջ ընդգրկված մարդիկ, իրենք նաեւ այս բոլոր հարցերը լուծել են, ընդ որում Մարկ Ռուբիոյի ղեկավարած պետդեպարտամենտը անգամ որևէ գործ չի ունեցել այս ամեն ինչի հետ։ Այսինքն, սա Թրամփը երեք ուղիղ ասաց, որ այս կոնֆլիկտը ու այս ձևով ես կարգավորել եմ այս մարդու համար, այսինքն ինքը ինչ-որ բան ստացել է նաև բնականաբար Ալիևից, իսկ հետո ասում է ուր է քո հայրենակիցը, որը նույնպես մի հատ մարգարեություն ասենք, թե բացահայտող մի արտահայտություն ասենք, որում բացահայտվում է իրականությունը, որ այս կոնֆլիկտը կարգավորվել է Ալիևի սցենարով եւ Փաշինյանը արդեն Փաշինյանը, որը ձգտում է հիմա Հայաստանը դարձնել Ադրբեջանի վասալային պետություն, իսկապես արդեն կարելի է համարել հայրենակից բանին Իլհամ Ալիևին։ Այս գործարքը հիմա շատ լավ բացվում է։ Մենք հեսա կանդրադառնանք այդ այսօրվա ձերբակալություններին, բայց այս բանը ես ուզում եմ շատ հստակ հասկացվի։ Նայեք, Ալիևը ինչ խնդիր ուներ։ Ինքը շատ կարևոր խնդիր ուներ։ Երբ որ ինքը գրավեց օգտագործելով բանի այդ Փաշինյանի այդ դիմադրությունը, որ 9-րդ կետը կատարվի, հա, նոյեմբերի 9-րդ կետը կատարվի, ինքը իր կողմից որևէ բան չարեց, մերժեց ըստ էության այդ բանի այդ գործարքով նախատեսված նույն անխոչնդոտ հաղորդակցության այդ խնդիրը ինքը
բերեց նրան, որ Ղարաբաղը հայաթափվեց, Ղարաբաղը ոչնչացվեց, Լաչինի կարիդորը արդեն գոյություն չուներ եւ այլն, խաղապահները բնականաբար գնացին եւ այստեղ Ալիևը ընկավ մի իրավիճակի մեջ, երբ որ ըստ էության դելեգիտիմացվեց Նախիջևանի հետ կապի խնդիրը։ Դելեգիտիմացվեց, այսինքն նա արդեն չէր կարող պնդել այդ խնդրի վրա, որովհետեւ չէր ստացվում, այսինքն ռուսական պլանը նախատեսում էր երկու միջանցք, ասենք, ճանապարհ, ասենք, ուղի, ասենք, որոնք պետք է իրար հավասարակշռեին։ Երբ որ հիմա Հայաստանի ստանալիքը կամ հայկական ստանալիքը այլևս ոչ էր, դրա բնական զարգացում պետք է լիներ այն, որ նաև նա չի կարող ստանալ մեղրիով իր ուզած միջանցքը։ Հետևաբար Ալիևին պետք էր մի լուծում, որտեղ ինքը նորից լեգիտիմացնում է այդ միջանցքը արդեն առանց Ղարաբաղի խնդրի ընդհանրապես հիշատակման։ Եվ ահա սա նա արեց Բիբի Նետանյահուի միջոցով, Իսրայելի վարչապետի միջոցով, այդ գործարքի համար հրավիրելով Թրամփի մասնակցությունը։ Թրամփը հենց դա է կարգավորել, նա լեգիտիմացրել է առանց Ղարաբաղի, առանց փոխադարձ զիջումների Հայաստանի համար, նա լեգիտիմացրել է Ալիևի հավակնությունները Միջանցքի, Զանգեզուրի Միջանցքի վրա եւ Նիկոլ Փաշինյանը այս ամենություն խաղացել է ընդամենը հլու հնազանդ բուտաֆորիայի կամ գործիքի դեր։ Փաշինյանը ոչ մի բան չի ստացել Հայաստանի համար այս գործարքի առումով։ Ինքը ստացել է մենակ մի բան։ Այդ գործարքի հետևը կանգնած ուժերի բացարձակ աջակցությունը իշխանության համար մղվող պայքարի համար։ Դրա համար է, որ հիմա ձևակերպումները տամ աշխարհաքաղաքական գիքորը, ազգակործան պատուհասը, կապիտուլյանտը, հա, հայտնի ձևակերպումներ են Փաշինյանի հասցեին, այդ մարդը փաստորեն Հայաստանից դուրս ծաղրվում է եւ օգտագործվում է, բայց Հայաստանի ներսում թիվ 1 խաղացողն է, որովհետեւ ունի այդ բոլորի աջակցությունը։ Հենց այդ բացատրում, այդ մեխանիզմը ոնց է դա եղել, որովհետեւ Փաշինյանը, ասում եմ, խաղացել է այս բոլոր պլանների իրագործման համար անհրաժեշտ հլու հնազանդ գործիքի դերը եւ իրեն փոխհատուցում են նրանով, որ աչք են փակում իր բոլոր ապօրինությունների վրա, որ ինքը հիմա կատարում է սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։ Այսօրվա ձերբակալությունները ընդամենը եւս մեկ ապացույց են, որ Նիկոլ Փաշինյանը հասկանալով, որ 2026 թվականներին նա բաց օրինական ժողովրդավարական ընտրությունների արդյունքում որևէ շանս չունի հաղթելու, այսօրվանից կեղծում է այդ ընտրությունների արդյունքները։ Այսինքն ինքը ոչնչացնում է հիմա բոլոր այն ուժերին, որոնք կարող են կանգնել մեր պատմամշակութային ինքնության, պաշտպանության գործին։ Բոլորին։ Ինքը ասենք ինչու մեր մեղավոր Սամվել Կարապետյանը, հա, ասենք ցանկացած իրավաբան, փաստաբան, ընդ որում նաև այն փաստաբանները, որոնք արևմուտքի կողմից պաշտպանում են ժողովրդավարական ազատությունները, կարող են ձեզ ասել, որ մենք հիմա կպատասխանենք մեր ձևով արտահայտության մեջ, ոչ մի կրիմինալ չկա։ Բայց արի ուտես, այդ մարդուն բռնում են, բացարձակ ապօրինի, ակնհայտ, ինչ ասեմ, սահմանադրական մեր օրինական ազատությունների խախտումով եւ արևմուտքը ոչ մի ձայն չի հանում։ Իսկ ժողովրդավարական ազատությունների համար, ասենք, այդ պաշտպանության համար արևմուտքի ձայնը շատ կարեւոր է։ Ես հիշում եմ ինչքան իրենք լրջորեն բարձրացնում են, անգամ երբ որ այդ ռեպրեսիաները մեր դեմ էին ուղղված, չեմ ասի, որ բանա, այնց ամբողջությամբ կանգնեցին մեր թիկունքին, բայց նկատում էին։ Ինչ որ հայտարարություններ էին անում, ինչ որ ճնշումներ էին գործադրում բանի այդ իշխանությունների վրա, ընդ որում ավելի, ասենց ասեմ, անգամ ավելի անմեղ ապօրինությունների դեպքում իրենք ինչ որ բան ասում էին։ Հիմա ակնհայտ բռնաբարություն է մարդու իրավունքների եւ արևմուտքը լռում է։ Լռում են։ Ամերիկացիք ձեն չեն հանում, նեոլիբերալ այս
establishment-ը արևմուտքի ձեն չի հանում, Եվրոպայի խորհուրդը ձեն չի անում, ինչու՞։ Շատ բարձ պատճառով։ Սպասարկում է Փաշինյանը, մենք միշտ էլ պետք է հասկանանք այս բանը, մենք որ միշտ ենք հասկացել, որ աշխարհաքաղաքական շահերի պաշտպանությունը ցանկացած պետության համար ավելի կարևոր է, քան, ասենք, իրենց գաղափարախոսական հիմնադրույթները։ Եվ դեմոկրատական երկրները շատ հաճախ հենց իրենց աշխարհաքաղաքական շահերի հետապնդման համար աչք են փակել դեմոկրատիայի դեմ կատարվող ոտնձգությունների վրա, իսկ կոմունիստական երկրները մենք էլ ենք տեսել, ինչպես են իրենք դավաճանել հենց սեփական բաներին, գոլեգաներին կոմունիստական աշխարհում, որովհետև դա այդ գոլեգաները դուրս են եկել իրենց դեմ։ Պարոն Զուրաբյան, ես երբեմն մտածում եմ, որ ընդդիմադիր գործիչների համար շատ հարմար է ամեն անգամ հղում տալ այս իրողությանը, որը այո, փաստացի իրողություն է, բայց ինձ ամենևին դուր չի գալիս, որ դա արվում է մի տրամադրությամբ եւ տրամադրվածությամբ, որ դե ինչ անենք, Նիկոլ Փաշինյանը ունի աշխարհաքաղաքական աջակցություն։ Ես այդպեսի բան ասացի։ Հիմա դրա շարունակությունը ամենամեծ խնդիրներն է, որ ընդհանրապես ընդդիմադիր գործիչները արդյոք լսելի են Հայաստանից դուրս թե ոչ։ Արդյոք իրենք այնպիսի թեզեր են առաջ բերում, որոնք հետաքրքրություն են առաջացնում եւ հետեւաբար լսելի կարող են դառնալ։ Եվ վերջերս դուք մի քննարկում եք հրավիրել, իրական խաղաղության ձեր տեսականն եք առաջ բերում հաղորդակցությունների վերաբերյալ, հա։ Ըստ երևույթին սա օրակարգ է, հարցի մյուս կողմը լավն է, վատն է, դա դեռ մի կողմ, բայց վերջապես այո, քննարկվում է մի տարբերակ, որը կարող է եւ հետաքրքրել օրինակ աշխարհաքաղաքական ուժերի։ Հիմա մեջբերեմ այդ քննարկումից մի քանի միտք։ Դուք ասում եք, որ Հայաստանը հիմա այն իրավիճակում է, որում Ադրբեջաններ 93-94 թվականներին եւ դուրս եկավ այդ իրավիճակից, երբ կնքեց Դարի պայմանագիրը։ Իսկ դա այնպիսի մի իրավիճակ էր, երբ աշխարհաքաղաքական ուժերի միջև Ադրբեջանի հիմնական ռեսուրսի նավթի համար պայքար էր մղվում եւ Ադրբեջանը որոշեց, որ իրականում այդ ռեսուրսը ըստ երևույթին պետք է բաժանի աշխարհաքաղաքական խաղացողների միջև։ Կնքվեց Դարի պայմանագիրը եւ դա հնարավորություն տվեց Ադրբեջանին զարգանալ, կայունանալ եւ ի վերջո ռազմական բալանսը բեկել։ Ասում եք նույնը պիտի անի Հայաստանը եւ մեզ համար այդ ռեսուրսը Սյունիքն է։ Հիմա եթե Թրամփի ուղին ըստ Փաշինյան առաջարկի պիտի սպասարկի հիմնականում արևմտյան բլոկի երկրներին, այդ թվում Թուրքիային եւ Ադրբեջանին, դուք առաջարկում եք մի տարբերակ, որ Սյունիքը իբրև տրանզիտային գոտի սպասարկի ոչ միայն արևմուտքի երկրներին, այդ բլոկի երկրներին, այդ թվում Թուրքիային եւ Ադրբեջանին, այլ նաեւ BRICS-ի երկրներին։ Այո, միջանցքից դառնա հանգույց։ Տրանզիտային հանգույց։ Դուք ինչ ակնկալիքներ ունեք, արդյոք սպասում եք, որ որոշ կենտրոնների ձեր այս առաջարկը կհետաքրքրի եւ երկրորդ ամենակարևորը, փաստորեն դուք խնդիր չեք տեսնում, չեք վախենում այսպիսի առաջարկով հանդես գալ, որովհետեւ օրինակ կարող են շատ ավելի արմատական դիրքերից հանդես եկող ընդդիմադիրներ ասել, որ որևէ տարբերություն չկա, դուք Սյունիքը դարձնում եք ոտքի ճանապարհ Թուրքիայի, Ադրբեջանի արևմտյան բլոկի համար, թե եւս մի քանիսի համար։ Նախ ես ձեզ շնորհակալ եմ հարցի այնպիսի ձևակերպման համար, որը թույլ տվեց ահագին բաներ, որ ես պիտի ասեի, արդեն որ դրանք արդեն հնչեն ձեր կատարմամբ։ Ինչ վերաբերվում է նրան, թե արդյոք սրանով մենք փորձում ենք ինչ որ արտաքին քաղաքական պարտներներ շահենք, ոչ բացարձակապես։ Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը ինքը իր համար այդ շահը չի ձևակերպել, ոչ ոք դրանով չի հետաքրքրվելու։ Հենց աշխարհը ժամանակին հետաքրքրություն ուներ նման հանգուցալուծումներ անելու, բայց տեսավ, որ Հայաստանում չկա իշխանություն, որը դա պատրաստ անել։ Մեր նպատակն է, որ մեր ժողովուրդը, մեր հանրությունը հասկանա ինչքանով դա կարևոր է։ Այն ինչ որ հիմա իշխանությունները փորձում են անել, դա իսկապես Հայաստանի շահերի սպասարկող ծրագիր չի, դա Ադրբեջանի շահերի սպասարկող ծրագիր է, բայց Հայաստանի շահերը մնում են չսպասարկված,
Մասնավորապես մենք չենք լուծում ամենակարևոր մեզ համար տրանսպորտային խնդիրները, լոգիստիկ, որն է այն, որ մենք պետք է ունենանք էժան հասանելիություն դեպի աշխարհի նավահանգիստներ, դեպի Սևծով, դեպի Սևծովը ունենք, դեպի բանը միջերկրական ծով, որը կունենանք, երբ որ բացվի, ասենք, Թուրքիայով ճանապարհը, եւ դեպի Պարսից ծոց, որը մենք իսկապես ուզում ենք ստանալ այդ Զանգեզուրի երկաթուղու, հյուսիս-հարավ երկաթուղու կառուցման միջոցով։ Հիմա այստեղ ամենակարևոր հարցը իրականում գիտեք ինչի մեջ է։ Ամենակարևոր հարցը այն է, որ եթե միայն այս TRIP ծրագիրը գործի, մեր իրականում ամբողջ լոգիստիկան դառնալու է հիմնականում կախված, մենք ընկնում ենք կախվածության մեջ Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Սա ինչ է։ Սրանից ինչ է հետևելու։ Սրանից հետևելու է, որ նախ Թուրքիան ու Ադրբեջանը մեր վրա կկարողանան տնտեսապես գործիքներ ազդեցության գործիքներ կստանան եւ ազդել մեր վրա, այսինքն օրինակի համար նույն այդ կոմունիկացիայի գները, տրանզիտի գները կարող են շատ բարձր լինել։ Եվ մենք չենք կարող մերժել ցանկացած գին, որովհետեւ հասկանում ենք, որ այլընտրանք չունենք։ Եվ երկրորդ հանգամանքը, որը միգուցե ավելի կարևոր է, որ իրանք ձեռք են բերում դրանով քաղաքական գործիք, որովհետեւ իրենք այդ գները, ասենք, էժանացնելու դիմաց ուզելու են մեր կողմից շատ լուրջ զիջումներ, որոնք կապված են օրինակի համար ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, իրենց տնտեսական շահերի, չգիտեմ, չափազանց մեծ երաշխիքներ Հայաստանում, չգիտեմ, մզկիթների կառուցում Հայաստանում, ադրբեջաներենը հայերենին հավասար պետական լեզու դարձնելու պահանջ, Սյունիքի ժողովրդագրական կառուցվածքը հոգուտ ադրբեջանցիների փոխելու ջանքեր եւ այլն, որին մենք չենք կարողանալ դիմադրել բացարձակապես, որովհետեւ բոլոր տնտեսական լծակները, լուրջ տնտեսական լծակներ գտնվելու են իրենց ձեռքներում։ Հիմա մեր ասածը հետեւյալն է. նախ եկեք այդ վտանգից մենք պարանենք, այդ վտանգից դուրս գանք, թող կառուցվի, թող լինեն այդ ճանապարհները, թող Ադրբեջանը ստանա իր բանը կապը Նախիջևանի եւ Թուրքիայի հետ, թող ստանա, մենք դեմ չենք, թող TRIP-ը իրականացվի, բայց դրան զուգահեռ եւ որպես նաեւ նախապայման պետք է լինեն պայմանավորվածություններ նրա մասին, որ պետք է կառուցվի այդ երկաթուղին եւ Հայաստանը պետք է ստանա Իրանի միջոցով ուղիղ հասանելիություն դեպի Պարսից ծոց, դեպի Չոբահար նավահանգիստը, որը կկապի մեզ Հնդկաստանի հետ, եւ մենք Իրանի միջոցով նաեւ կարողանանք երկաթուղային կապ հաստատել Չինաստանի հետ։ Էլ չասած, որ եթե այս պլանի մեջ իրականում երկու կարևոր հատված էլ պետք է սարքվեն Ռուսաստանը Վրաստանի հետ կապող այդ ինգուշետական ճանապարհը եւ Ագարակից դեպի Թավրիզ երկաթուղու կառուցումը, որը հենց այս խնդիրը կլուծի ամբողջությամբ։ Մենք այս պրոյեկտի մեջ պետք է լինենք, որովհետեւ եթե մենք ուզում ենք Հայաստանը պահպանենք որպես ինքնուրույն հայկական պետություն, մենք պետք է ապահովենք մեր անկախությունը եւ այնպեսի տնտեսություն ստեղծենք, որը կախված չի լինելու Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշումներից։ Այդ հասկացանք, բայց այստեղ կա մի հատ էլ երկրորդ հարցը։ Աշխարհում իսկապես ձևավորվել են երկու խոշորագույն աշխարհաքաղաքական բլոկներ։ Մեկը Արևմուտքն է, Իսրայելի հետ միասին, եւ այլն, որոնք իդեպ փորձում են Անդրկովկասից կամ Հարավային Կովկասից մեկուսացնել եւ Իրանին եւ Ռուսաստանին։ Եվ կա մյուսը BRICS բլոկն է։ Այդ երկու աշխարհաքաղաքական բլոկները ունեն շահեր եւ այն լուծումը, որ հիմա առաջարկվում է, դա միակողմանի լուծում է, որը անտեսում է, բացարձակապես անտեսում է BRICS-ի երկրների շահերը։ Եվ դա, ասենք, ես չէ, որ պետք է իրան շահերի համար
մտածեմ, բայց ես մտածում եմ մեր շահի մասին, որովհետև եթե իրենց շահերը ապահովված չեն, դա ստեղծում է դիսբալանս, դա ստեղծում է հակամարտություն, դա ստեղծում է ռիսկ, որ Հայաստանը կարող է դառնա այդ աշխարհական բլոկերի միջև պրոքսի պատերազմի թաթերաբեմ։ Բազմաթիվ երկրներ այդ ուղղությամբ գնացին եւ ոչնչացվեցին։ Այսինքն կա աշխարհակահական ական, որը մենք պետք է հեռացնենք։ Եվ մեր պլանը, որ մենք առաջարկում ենք, լուծում է նաև այդ հարցը։ Մենք փորձում ենք ներդաշնակեցնել երկու մրցակցող աշխարհակահական բլոկների շահերը Հայաստանում, որպեսզի գոնե Հայաստանում կամ գոնե Հարավային Կովկասում այդ երկու բլոկը ոչ թե մրցակցեն, հակամարտեն եւ պատերազմեն, այլ փորձեն համագործակցել։ Եվ այդ բանալին ինչ որ իմաստով գտնվում է Հայաստանի ձեռքում, որովհետև Զանգեզուրը, Սյունիքը ունի տրանզիտային առումով հսկայական աշխարհակահական նշանակություն եւ այդ ակտիվը մեր ձեռքում է գտնվում գոնե դե յուրե եւ մենք մեր ինքնիշխանությունը եւ անկախությունը օգտագործելով կարանք այդ ակտիվը իսկապես աշխատացնենք այդ նպատակով։ Հիմա դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը ձեր ծրագիրը ձեզնից չի գողանա, որովհետեւ ինքը ունի հստակ ինքը գործիք է առաջադրանք սպասարկելու Թուրքիայի ինքը Ալիևը իրան հնազանդեցրել է Տրամպի միջոցով։ Վերջ ինքը գործիք է։ Ինքը չի կարա դուրս գա այս տրիպի շրջանակներից։ Ինքը չի կարող մտածել։ Հայաստանը կարող է սրանից դուրս գալ, բայց միայն իշխանափոխության դեպքում։ Միայն երբ որ Հայաստանում կլինի անկախ իշխանություն, անկախ մտածողություն, անկախ պետականություն, անկախ պետականության մտածողություն ունեցող իշխանություն։ Պարոն Զուրաբյան, ասում եք երրորդ հանրապետությունը հիմնված էր զարթոնքի եւ հաղթանակի վրա, չորրորդ հանրապետությունը պարտության եւ խաղաղության մասին խաբեության։ Ինչն է խանգարելու Նիկոլ Փաշինյանին իրագործելու իր քաղաքականությունը, մեծ հաշվով երկու գործիք էր դիտարկվում, մեկը իմպիչմենտի օրակարգն էր, որը այնուամենայնիվ միասնական աջակցություն չստացավ ընդդիմության թևերից մեկի, խորհրդարանական ընդդիմության թևերից մեկի աջակցության բացակայության պայմաններում, մյուս գործիքը ընտրություններն են, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես է պատրաստվում այդ ընտրություններին իշխանությունը, ամեն օր ձերբակալություններ, որևէ կարմիր գիծ չունի այս իշխանությունը, ունի աշխարհակաղակական աջակցություն, հետևաբար որևէ կերպ չի զսպվելու։ Մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը ինքն էլ ի վիճակի չէ խոչընդոտներ ստեղծել Փաշինյանի համար, որ գոնե մի քիչ զսպվածությամբ անի այդ ռեպրեսիաները։ Հիմա այս պայմաններում ո՞նց է կանխելու Փաշինյանի չորրորդ հանրապետությունը։ Շատ լավ հարց է, որովհետև եկեք արձանագրենք, վերադառնալով մեր խոսակցության սկզբին, որ Հայաստանում սկսվել է տերոր ժողովրդավարության դեմ, ժողովրդավարական ազատությունների դեմ, կրոնական ազատությունների դեմ, որովհետև Փաշինյանը ուզում է վերարտադրել իր իշխանությունը, չունի դրա համար համապատասխան ժողովրդական աջակցություն եւ դրա համար դիմում է տերորի, ձերբակալությունների, հետապնդումների, փաստորեն ընտրությունները այ հիմա արդեն կեղծում է 2026 թվականի ընտրությունները հիմիկվանից իր գործողություններով կեղծում է։ Եվ իրավիճակի ամբողջ բարդությունը հենց դրա մեջ է, որ մենք այլևս չունենք արևմուտքի կամ նեոլիբերալ այդ վերնախավի զսպիչ դերը Հայաստանում։ Եթե առաջ կար, հիմա այլևս չկա։ Փաշինյանը գնել է արևմուտքի լռությունը այս հարցում, որովհետև ինքը սպասարկում է այնպիսի շահեր, որոնք ամբողջությամբ համընկնում են այդ համայնքի շահերի հետ։ Դա Իսրայելի շահերն են, դա Ադրբեջանի, Իրանի մեկուսացման շահերն են, Ռուսաստանին դուրս մղելու շահերն են։ Հիմա սա ստեղծել է շատ վտանգավոր իրավիճակ։ Երբեք Հայաստանի ժողովրդավարությունը այսքան վտանգված չի եղել, որտեղ եկեք հստակ արձանագրենք 34 տարի մենք անկախ ենք, անկախ պետություն ենք, բայց երբեք այս ընթացքում չի եղել այսպիսի վիճակ, որ
ժողովրդավարական համայնքը միջազգային այդքան կտրված լինի ժողովրդական ազատությունների սպասարկման օրակարգից։ Այսինքն առաջ ինչ որ չափով միշտ մասնակցել էր օգնություն ցույց տալով հալածվող, գիտեմ, ուժերի նկատմամբ օգնություն ցույց տալով ժողովրդավարական ընտրությունների կեղծիքների դեմ եւ այլն, բայց այսօր ստեղծվել է բացառիկ իրավիճակ։ Մենք չունենք միջազգային ժողովրդավարական հանրության աջակցությունը, որովհետեւ այս իշխանությունները ամենուրեք հայտարարում են, որ իրենք ըստ էության հիբրիդային պատերազմ են տանում Ռուսաստանի դեմ եւ բոլոր այն ուժերը, որոնք ինչ որ մարտահրավեր են նետում այսօրվա իշխանությունների գոյությանը, դրանք բոլորը Ռուսաստանի շահերի սպասարկողներ են։ Պարոն Զուրաբյան, ես շատ շնորհակալ եմ, որ դուք պատկերավոր ներկայացնում եք, բայց ամենախնդրահարույցը այն է, որ հասարակության մի գիտակից հատված, որը շատ լավ պատկերացնում է այն ինչ որ դուք ասում եք, առաջարկ են սպասում քաղաքական գործիչներ։ Ես հենց այդ եմ, ես հասկացա ձեր հարցը։ Քաղաքական հրեշ։ Ես հասկացա ձեր առաջարկը, ես շատ լավ հասկանում եմ։ Ես ձեզ ասեմ, օրինակի համար հիմա թվում է, թե առաջացել է մի բևեռ, հա, այդ Սամվել Կարապետյանի հետ կապված այդ բևեռը մեր ձևով շարժումը, որը բավականին լուրջ մարտահրավեր են նետում, նաև կարողությունների իմաստով դրանք հիմա թափ են հավաքում եւ այլն եւ այլն։ Բայց ես վստահեցնում եմ, Նիկոլ Փաշինյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումով, ընդ որում անկախ նրանից դա կլինի ընտրություններից առաջ, ընտրությունների այդ բյուլետենում, այսինքն գրանցումից առաջ, թե քաղաքական ուժերի գրանցումից հետո, արդեն բյուլետենում կարող է իրանք հայտնվեն, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրանց դուրս կհանի ընտրական այս մրցավազքից իր որոշումով, որը կխախտի սահմանադրություն օրենքներ, բայց միևնույնն է, դրան ոչ ոք չի անդրադառնա։ Ոնց որ եղավ, ասենք, Մոլդովայում, Ռումինիայում եւ այլն, այսինքն ամենաբռի ձևերով ինչ որ ուժերի արգելելու են մասնակցել, հանելու են մրցավազքից, ընտրական մրցավազքից եւ արևմուտքը սա ուղղակի ողջունելու է։ Բա ինչ անենք։ Հա, հիմա ինչ անենքին ենք գալիս, որովհետեւ սա շատ կարեւոր հարց է։ Եվ ամփոփենք սրանով։ Ես միշտ էլ ասել եմ, երևի ստեղել եմ ասել, 2 տարի շարունակ ասում եմ, որ միակ լուծումը դա հայկական օրակարգի ստեղծումն է համազգային շարժման միջոցով։ Կոնսոլիդացիա, համախմբում, ուրիշ լուծում չկա։ Միջև մեր ամբողջ ժողովուրդը չմիավորվի, մեր քաղաքական ռացիոնալ միտք ունեցող ուժերը, խաղաղության պլատֆորմա ընդունող ուժերը, բայց իրատեսական խաղաղության, այն խաղաղության պլանը, որի մասին ես խոսում եմ, մենք խոսում ենք, միջև չհամախմբվեն այս հիմքի վրա, նաև մեր պատմամշակութային ինքնության պաշտպանության հիմքի վրա, որտեղ այն ինչ որ կատարվում է այսօր եկեղեցականների դեմ, կամ այդ նույն առիթով Սամվել Կարապետյանի դեմ, սա տերոր է սեփական ժողովրդի դեմ, սա օտարածին մի դեսպոտիկի, դիկտատորի տերոր է սեփական ժողովրդի դեմ։ Այս տերորին պատասխանելու ձևը մենք պետք է գտնենք։ Եվ այդ հասկանալով ինչքան բարդ է մեր պայքարելնելու, որովհետև արևմուտքը չի պաշտպանելու։ Հիմա դրա ձևը շարժումն է։ Դրա ձևը համազգային շարժում 2, հա։ Համազգային շարժում 2 կլինի, թե համազգային շարժում 3 կլինի։ Մենք մի համազգային շարժում ունեցանք 88-ից մինչև 91 թիվը, մյուս համազգային շարժումը իմ կարծիքով 2008 թվից մինչև 2015 թիվներ։ Դա ավելի շատ քաղաքական էր ընկալվում, քան համազգային շարժում, պարոն Զուրաբյան։ Դե տեսնեք, մենք կարող ենք վիճել դրա մասին, բայց հիմա հարցը դա չի։ Հիմա հարցը նրա մասին է, ոնց էլ որ համարակալենք, հիմա շատ ինչ է սիրում համարակալել, հանրապետություններն են համարակալում, չգիտեմ։ Հիմա մենք շարժումներն ենք համարակալում։ Դուք Նիկոլ Փաշինյանի ստերն եք համարակալում։
ես ստերն եմ, այո, իդեպ մի ստին կուզեի անդրադառնալ, եթե դրա համար ժամանակ լինի, հիմա մենք պետք է ստեղծել իսկական շարժում, որը ոտքի կկանգնացնի հայ ժողովրդին, իսկ դա տեղի կունենա մի դեպքում մենակ, երբ որ ժողովուրդը տեսնի, որ ասենք սա ոչ թե ասենք Կարապետյանների ոնց որ իշխանությունները կմատուցեն կլանի պայքարն է իշխանության համար։ Սա ոչ թե օրինակի համար Հայ ազգային կոնգրեսի բանն է, ասենք քաղաքական ռեաբիլիտացիայի մի հատ բան է, ծրագիր է։ Սա ոչ թե ինչ որ մի ուժի բանն է, ձգտումն է իշխանությունը վերցնելու կամ գոնե տաքուկ տեղ գրավելու առաջիկա ստեղծվող համակարգի մեջ, այլ սա իսկապես վերջին պայքարն է, այն որ ասում են հայրենիքդ վտանգի մեջ է, այդ վերջին պայքարն է հայրենիքի անկախությունը փրկելու համար, այդպիսի գիտակցությամբ Դե ժողովուրդը նախ պիտի տեսնի, որ ամբիցիաները այո, պիտի ամբիցիաները մի կողմ դրվեն, բոլորն էլ պիտի ինչ-որ զիջումներ կատարեն։ Դուք պատրաստ եք։ Մենք իհարկե պատրաստ ենք։ Մենք շատ պատրաստ ենք, մենք մոդելներ ենք դրա առաջարկել, հիմա ես չգիտեմ կաշխատի դա թե չէ, բայց մեր մոդելն է հայտնի, մենք ասում ենք եկեք կոմիտե ստեղծենք, ոնց որ 80 թվականին ստեղծվեց առանց որոշելու թե ով է վարչապետի պաշտոնը, իսկ հետո կյանքը շարժման ընթացքը ցույց կտա կոմիտեն կընտրի այդ վարչապետին։ Ներողություն եմ խնդրում, քանի որ մենք նախորդ հաղորդմանը դրան անդրադարձանք, ժամանակ է անցել, որևէ առաջ քայլ այդ ընթացքում եղել է։ Եղել են եւ առաջ քայլեր եւ հետ քայլեր, բայց քանի որ իրավիճակը դինամիկ է փոխվում եւ անցյալ մեր հաղորդման ժամանակ կարծեմ հələ Սամվել Կարապետյանից ուժը չկար ասպարեզում քաղաքական, այսինքն այստեղ ինչ որ իրավիճակներ են փոխվել, որ պետք է հաշվի առնել, բնականաբար նաեւ ստրատեգիան համախմբման կառուցման կարող է փոխվի։ Ամեն դեպքում այս իդեաները մնում են ուժի մեջ, այս համախմբման կառուցման ստրատեգիաները մնում են ուժի մեջ, եւ եթե մենք դա չանենք, մենք ոչ թե ամեն մի կուսակցություն եւ խումբ կորցնելու է իրենց շահերի առումով, մենք կորցնելու ենք Հայաստանը։ Այս գիտակցությունն է մեզ այսօր պետք, եւ ես վստահ եմ, որ ինչ որ իմաստով այս Փաշինյանի տերորը, այսօր որ նաեւ եկեղեցական, պարզ է ինչ է ուզում անի, ինքը ի վերջո ուզում է իրականացնել այդ իր գրոհը մայրաթորի վրա, ասենք, չգիտեմ, Սուլթան Համիդը sense բաներ արել է, թե չէ։ Ֆանտաստիկայի ժանրից է, ֆանտաստիկայի ժանրից է նաև այն, որ արդյոք հնարավոր է, որ ժողովուրդը նման բան կուլ տա եւ բանա ըմբռնումով մոտենա իր կառավարության նման գործողությունների նկատմամբ։ Մենք ասում եմ, սա աննախադեպ վիճակ է։ Դե եթե էլիտաները կուլ են տալիս, ժողովուրդը կուլ կտալ։ Դե ես ձեզ ասում եմ, մենք հիմա կարող ենք աղմկենք, գորգորանք, բաներ, ուլտիմատումներ, բան բերենք, մենք կարող ենք դուրս գալ փողոց։ Այս ամեն ինչը իհարկե պետք է անել։ Բայց ես նորից եմ ասում, սա կրկնում եմ։ Սա լուծում չի։ Համակարգված Սա լուծում չի, լուծումը այն է, երբ որ այդ ամեն ինչ արվի համակարգված քաղաքական շարժման միջոցով, միասնական կոմիտեով կամ անունը ինչ ուզում եք դրեք, ինչ որ մի խորհրդով, որը այդ շարժումը կկառավարի։ Այս է լուծումը, այլ լուծում չի կարող լինել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ձեզ։